Պողոս Առաքյալն ասում է. մեղք գործելու մեջ երեխա եղեք, բայց մտքով երեխա մի եղեք։ Տեսեք ինչ գեղեցիկ սքանչելի սկզբունք է մեզ տալիս։ Մեղք գործելու մեջ երեխա եղեք, այսինքն մեղքի մեջ անփորձ երեխայի նման եղեք, մեղք մի գործեք, բայց որպեսզի դու մեղք գործելի մեջ անմեղ ու մաքուր լինես, մտքով շատ հասուն պետք է լինես։ Մեր վարդապետները սուրբ են եղել, կուսակրոն եղել, բայց ինտիմ, մարմնական, անգամ ընտանեկան, սեռական կյանքի մասին այնպիսի խրատներ ու խորհուրդներ են տալիս ու այնպիսի հստակ, որ դու հասկանում ես, որ այս մարդիկ հենց Պողոս Առաքյալի խոսքին համապատասխան են ապրել։ Մեղք գործելու մեջ երեխա են եղել, չեն գործել մեղքը, բայց շատ լավ են ճանաչել մեղքը, որտեվ ով է լավ ճանաչում մեղքը, ով մեղք չի գործում, հիշեք, ով մեղք է գործում, նա մեղքը չի ճանաչում, ինքը պատվում է մեղքից, ով է լավ զինվոր, ով կարողանում է հաղթել պատերազմում, ով անընդհատ պարտվում է պատերազմում, ով է լավ մարզիկ, որ կարողանում է հաղթել, ով անընդհատ պարտվում է, ուրեմն լավ մարզիկ չի անի, կարող է տարիներով պատերազմի, տարիներով մարզվի, բայց երբեք հաղթանակ չտանի։ Նա ով մտնում է դուրս է գալիս, չի թաթախվում, չի պարտվում, այն նա է իսկ իրական հաղթանակած զինվոր, Քրիստոսի զինվոր, որին պետք է հետևել։ Եվ մենք էլ նույն օրինակը պետք է վերցնենք Պողոս Առաքյալից, մենք պետք է մեղքից սարսափենք, բայց նաև մեղքը պետք է ճանաչենք, որ կարողանանք հաղթել իրեն։ Եթե մենք պարտվում ենք, ուրեմն մեղքը մենք չենք ճանաչել։ Մեղքը երբեք բարեկամ չպետք է լինի մեզ։ Մեղքը միշտ մենք թշնամի պետք է համարենք։ Ամենամեծ թշնամին մեր հոգու դա մեղքն է։ Բայց այսօրվա աշխարհում ո՞նց է։ Մարդիկ մանկությունից մեղքը ճանաչում են, մեղք գործելու մեջ երեխա չեն, փորձառու են, բայց մտքով երեխա են։ Դա գետ են այսօրվա սերունդը չեն սիրում կարդալ։ Ամեն ինչ հեշտացել է, ամեն ինչ հասանելի է, ամեն ինչ կարող ես անել, արագ, հեշտ, թեթև։ Հնում այդպես չի եղել։ Դժվար էր ամեն ինչ, հեշտ չէր, եւ դրա մեջ կար տրամաբանելու, ձգտում, հասնելու կարողություն, որ դու ձգտես, հասնես։ Բայց հիմա ամեն ինչ հեշտ է, մնում է քեզ ինչ անել, մեղք գործել։ Քեզ ամեն ինչ տրված է, ամեն ինչ հեշտ է, ամեն ինչ հասանելի է։ Դու պարապես մնացել պիտի մեղք գործես, վերջ, բայց սրանք պարապ չէին մնում, տանջվում էին, չարչարվում էին, աշխատում էին և մեղք գործելու ժամանակ չունեին անգամ։ Իսկ հիմա շատ բան է փոխվել, մարդիկ ավելի շատ մեղքի մեջ են իմաստուն գիտակ, քան թե Աստված ճանաչողության մեջ։ Մտքով իմաստուն լինել նշանակում է Աստծուն ճանաչել, բայց այսօր Աստծուն չեն ճանաչում, բայց նենց մեղքեր են ճանաչում, այնպիսի տարատեսակներ գիտեն մանրամասն, նենց բաներ կարող են քեզ ասել այն փոքրուց սկսած, որ մեր մարդիկ 70 տարեկան տատիկ պապիկներ են նենց բաներ են ասում իրանց թոռներն իրանց, որ այս սրանք ասում են մենք դες բառսկի չենք լսել, էլուր մնաց երևույթներ, տեսած, անմեղ սուրբ, 70 տարեկան սուրբ մարդիկ են, 80-ն անցել են մինչև 90, որտև ինչ են տեսել, նեղություն են տեսել, սով են տեսել, չարի, դժվարություն են տեսել, պատերազմ են տեսել, ավերածք են տեսել, ժամանակ էլ չեն ունեցել մեղքի մասին մտածելու անգամ, էլուր մնաց գործել, մեղքից սարսափում են, զարհուրում են իրանք, ուրեմն մեղք գործելու մեջ մենք երեխա լինենք, բայց մտքով երեխա չլինենք, իմաստուն և չափահաս լինենք մտքով, ամեն